Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Մեր ժամանակներում խնդիրների լուծումը շենքի հետևից այլևս տեղափոխվել է թվային տիրույթ եւ շատ կարեւոր է, որ մեր դեռահասները, երեխաները հասկանան, որ ամոթ չէ դրա մասին բարձրաձայնել։ Շատերը կարծում են, որ եթե երեխաները շփվում են իրենց հասակակիցների հետ առցանց տիրույթում, ապա այդ դեպքում իրենք ապահովագրված են կիբերբռնությունից, բայց դա բնավ այդպես չէ։ Անձնական տվյալների պաշտպանությունը շատ կարևոր է եւ անհրաժեշտ, չեն կարող ասել թե ով, որ պահին եւ ինչպես կարող է դա կիրառել, հոգուտ մեզ թե ի վնաս։ Կիբերբռնության կանխարգելման համար ամենակարևոր գործոններից է ընտանիքում մթնոլորտը, ծնող եւ երեխա հարաբերությունները, երբ որ կա վստահության մթնոլորտը եւ երեխան ավելի վստահ է զգում կիսվել ծնողի հետ եւ ծնողը հնարավորություն է ստանում արագ արձագանքելու։ Մենք հաճախ մտածում ենք, թե վտանգը դրսում է, փողոցում, մութ անկյուններում, անծանոթ մարդկանց մեջ։ Ու եթե երեխաները մեր տեսադաշտում են, ուրեմն պաշտպանված են։ Իսկ իրականությունն այն է, որ վտանգն այլևս ոչ միայն օֆլայն, այլ նաև օնլայն տիրույթում է եւ ապրում է մեր երեխաների հեռախոսներում, պլանշետներում, համակարգիչներում։ Հայաստանում համացանցից օգտվող յուրաքանչյուր 20-րդ դեռահասը վերջին 1 տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական բնույթի բռնության կամ ոտնձգության։ Սա արդեն մեր երեխաների իրականությունն է, որտեղ բռնությունը ունի 1000 ձև ու անուն։ Տնօրինական ժողովում խոսում ենք արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությամբ իրականացվող սպառնալիքների կիբերբռնության մասին։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մենք բոլորս շատ մեծ սիրով հրապարակում ենք մեր երեխաների լուսանկարները տարաբնույթ սոցիալական ցանցերում, ուրախանում ենք յուրաքանչյուր սրտիկին ու մեկնաբանությանը, ու չենք էլ մտածում, որ այդ լուսանկարները մի օր կարող են իրական սպառնալիք դառնալ մեր երեխայի համար, այն էլ կարող են դառնալ սեռական բնույթի կեղծ բովանդակություն։ Արդյոք երբևէ ունեցել եք նման միտք, մտահոգություն կամ տեսել եք նման իրավիճակ, խնդրեմ նվեր։ Վստահ, ես ինքս էլ հրապարակում եմ, բայց նաև կիրառում եմ պաշտպանական մեխանիզմներ, այսինքն փակա միայն այն բացը ավելի շուտ այն մարդկանց համար, ում որ ես անձամբ ճանաչում եմ, իմ ընկերական շրջապատից են, այսինքն կիսում եմ մենակ ընկերների հետ, իհարկե դա եւս անվտանգ չէ, այնուամենայնիվ, ասենք, ես կարծում եմ, որ ծնողների դեպքում պետք է կիրառել որոշակի պաշտպանական մեխանիզմներ, որ ընդհանուր հասարակության համար բաց չլինի, այնուամենայնիվ մտահոգությունը ոնց որ նշեցիք կա։ Գայանի արդյոք ձեր ծնողական վախերի ու մտավախությունների ցանկում նաև կիբերտիրույթի երևույթներն են։ Ավելի շատ անձնական սահմանը խախտելու նպատակով չեմ հրապարակում, 1 թե 2 նկար կա, 4 տարեկան է բալիկս, ինձ համար առաջնային է եղել իր անձնական սահմանները չխախտելը, որովհետև գալու էր մի տարիք, որ նեղվեր ինչ-որ նկարների հրապարակումից, երբ կլինի չափահաս եւ կցանկանայի նկարները հրապարակվեն։ Հեռախոսում ունեմ թղթապանակ, որտեղ 2000-ից ավել նկարներ կան, եւ երբ ցանկանում է, նայում ենք, հիշում ենք կարևոր պահերը եւ ինձ համար կարևոր է այդ դրական հիշողությունները պահպանել ինձ ու իր համար, քան ի ցույց դնել բոլորին։ Մոնիկա, երբևէ մտածել եք, որ կարող եք ինքներդ ձեր երեխային թիրախ դարձնել, որովհետև օրինակ նրա լուսանկարները հասանելի են, նրա մասին տեղեկատվությունը հասանելի է, ու սրա պատասխանատուն ինչ որտեղ նաև մենք ենք, քանի դեռ մեր երեխաներն անչափահաս են։ Այդ մտավախությունը միշտ կա, քանի որ ես ինքս սոցցանցերում բավական ակտիվ եմ, բայց գնալով ինչքան երեխաները մեծանում են, ես փորձում եմ դա ավելի սահմանափակել, մենք միասին համատեղ ենք որոշում այդ լուսանկարը դնենք համացանցում թե ոչ, բայց իսկապես գնալով ինչքան ինֆորմացիան շատանում է, փորձում ենք քիչ տեղադրել, որպեսզի խուսափենք որևէ բռնությունից կամ որևէ վտանգից, որ կարող է լինել ակամա։ Եվ այստեղ ուզում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Մայրիկին հարցնել, ինչպես գործ ունենանք այդ վախերի հետ, չմնանք վախերի տիրույթում, այլ ինչ գործիքներ կիրառենք, որպեսզի հնարավորինս անվտանգ լինի մեր երեխայի ներկայությունը կիբեր
դաշտում կիբեր աշխարհում։ Նախ շատ լավ կլինի, որ ծնողները գիտակցեն, որ հանրային պրոֆիլներից, այսպես բաց պրոֆիլներում տեղադրված լուսանկարները կարող են հասանելի լինել նաև մարդկանց, ում չէին ուզենա, որ հասանելի լինեն։ Այսինքն հրապարակելուց առաջ մտածեն եւ գիտակցված անեն այդ որոշումը։ Իսկ առհասարակ պետք է նաև իմանան ինչ անել, եթե ինչ-որ խնդիր է լինում, այսինքն եթե նկարները օգտագործում են ոչ նպատակային, այլ անձած կողմից ինչ-որ խնդրահարույց կիրառություններ են ունենում, պետք է օգտագործել հարթակների reporting մեխանիզմները եւ հարթակի ադմինիստրացիային տեղեկացնել դրանց հեռացնելու համար դա այն մինիմումն է, որ պետք է տեղեկացված լինեն ծնողները։ Տեսեք, երեխայի թվային կյանքը, թվային աշխարհը մեզ համար կարող է լիովին անծանոթ ու փակ լինել։ Արդյոք մենք պետք է վերահսկողություն ունենանք այդ տիրույթի հանդեպ, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ միանշանակ, եթե ոչ լրիվ վերահսկողություն, ապա շատ անհրաժեշտ է, որ երեխաների հետ զրույց վարենք այդ թեմայով եւ կարեւոր է, որ ծնողը իր ծնողական դերի մեջ կարողանա նաեւ ընկեր դառնալ երեխային, այն աստիճանի ընկեր, որ երեխան կիսվի իր զգացումներով, որովհետև շատ ժամանակ ինքը լատենտային հանցավորություն է, կիբեր հանցավորությունը չի երևում, այսինքն մենք չենք տեսնում դա, բայց ծնողի եւ ուսուցչի դպրոցում դերակատարումն է, որ ուշի ուշով հետևի երեխայի վարքագծին, տեսնի նրա անկճվածությունը, տեսնի նրա խառնվածությունը ու փորձի հասկանալ դա որտեղից է գալի։ Եթե չեմ սխալվում, 9 եւ 15 տարեկան երեխաների հայր եք, ինչ եք կարծում, եթե լինի նման իրավիճակ, որ երեխան թիրախավորվի համացանցում, որևէ կերպ ենթարկվի ոտնձգության, բուլինգի, ձեր երեխաները կգան ձեզ մոտ այդ խնդրի մասին խոսելու։ Միանշանակ երկուսն էլ։ Միանշանակ։ Ես իմ տղաների հետ ձևավորել եմ շատ լավ փոխվստահության մթնոլորտ եւ մենք ընկերներ ենք։ Երեկոյան մենք միշտ գնում ենք քայլելու եւ այդ քայլի 5 րոպեն առնվազն կիբեր տիրույթին է վերաբերվում, ես իրանց հարցնում եմ ինչ եք անում, ում հետ շփվեցիք, խաղախաղում, իրա դասընկերն է, օտարը, միանշանակ կգան կասեն։ Ես էլ ունեմ կայուն համոզմունք, որ արհեստական բանականությամբ երեխաների լուսանկարներից սեռական բնույթի պատկերների գեներացումն ու տարածումը հանրության լայն շերտերում դեռ չի ընկալվում իբրև խնդիր։ Ինչ գիտեն մի խումբ պատահական անցորդներ մեր քննարկման նյութի մասին եւ առաջնահերթ ինչ պետք է իմանանք բոլորս։ Դիտենք տեսանյութը։ Հայաստանում դեռահասները գրեթե չեն բախվում առցանց սեռական բնույթի բռնության կամ շանտաժի, որովհետև դա ավելի շատ արտասահմանյան երկրների խնդիր է։ Միֆ է, թե իրականություն։ Կարծում եմ միֆ է, քանի որ արդեն նման բաները հասել են Հայաստան, արդեն Հայաստանում էլ այդ ամեն ինչը կա։ Բախվում են, բայց ոչ այդ աստիճանի, ինչպես արտասահմանում։ Հայաստանը չի կարող բացառություն լինել այս հարցում, բնականաբար նման դեպքեր կարան լինեն, զուտ ուղղակի միգուցե երեխան վախից կամ այլ հանգամանքներից ելնելով պահի գախնի։ Իրականությունն է, դեռ մենք չունենք այդ խնդիրը։ Միֆ է, որովհետև կան кейսեր, որին ծանոթ ենք ու հենց ոչ շապաս երեխաները այդ ձևի բաներին, այդ ձևի շանտաժներ ստացել են, որովհետև դա ոնց որ գլոբալիզմի խնդիրներից մեկն է ու ասենք Հայաստանն էլ այդ ալիքի մի ուղղությամբ է շարժում, դրա համար այդ մի բանը մեզ է կարա հասնի։ Իհարկե սա միֆ է եւ վերջերս հրապարակված հետազոտությունը, որն իրականացրել են UNICEF Innocentin, ESPAD International-ը եւ Interpol-ը, փաստում են այն մասին, որ Հայաստանում 12-ից 17 տարեկան դեռահասներից 20-ից 1-ը բախվում է առցանց տեխնոլոգիաների օգտագործման միջոցով սեռական շահագործման եւ բռնության որևէ դրսևորման։ Այս վիճակագրությունը խոսում է այն մասին, որ խնդիրը, որ մեզ թվում էր, որ Հայաստան չի հասել, իրականում իհարկե նաեւ Հայաստանում առկա է եւ խնդիրը դրսևորվում է ամենատարբեր մակարդակներով, այդ թվում deepfake-երի օգտագործմամբ, երբ երեխայի պատկերը, իրական երեխայի պատկերը գեներատիվ գործիքների միջոցով վերահացվում այլ պատկերի կամ ստեղծվում է որևէ մտածածին երեխայի պատկեր։ Եթե նկարը կամ տեսանյութը գեներացված է արհեստական բանականությամբ, ապա դա չի կարող իրական վնաս պատճառել երեխային։ Միֆ է, թե իրականություն։ Իհարկե միֆ է, քանի որ կարող են վնաս հասցնել երեխաներին, դրա միջոցով կարող են շանտաժի ենթարկել, կիբերբռնության ենթարկել։ Միֆ է, չի կարող իրական վնաս պատճառել երեխային։ Կարող է վնաս պատճառել երեխային, որովհետև երեխաները չեն հասկանում արհեստական բանականությամբ ստեղծված թե իրականություն է։ Անկամ եթե կեղծ հոլովակներ լինի, դա չի նշանակում, որ երեխան դրանից չի կարող վնաս ստանալ, քանի որ դրա հետևանքով շատ լուրջ խնդիրներ կարող է ստանալ երեխան, անգամ մինչև հոգեբանական բռնության ենթարկվել։ Սա նույնպես միֆ է,
վնասը, որը պատճառվում է deepfake-երի միջոցով, իրական վնաս է, ընդ որում այդ վնասը թե հոգեբանական է, թե սոցիալական է եւ թե իրավական է։ Եթե մենք խոսում ենք կոնկրետ երեխայի դեմքի կամ նկարի օգտագործմամբ deepfake-ի մասին, երեխայի հոգեկան բարեկեցության համար վտանգ ենք ստեղծում, իհարկե, երեխայի սոցիալական դերի եւ դիրքի հետ կապված ենք ստեղծում իրական վնասի իրավիճակ, որովհետեւ ամոթի, ստիգմայի, խարանի տարբեր դրսևորումների հետ կապված հարցեր կարող են առաջանալ։ Ի վերջո, քանի որ շատ արագ է զարգանում տեխնոլոգիան, մենք շատ հաճախ նույնիսկ մեծահասակներ չենք կարողանում տարբերել deepfake-ը իրական բովանդակությունից, եւ ի վերջո նաեւ իրավական խնդիր ենք ստեղծում, որովհետեւ իրավական հետևանքներ ունի երեխայի նկատմամբ սեռական բռնության ցանկացած դրսևորումը։ Եթե անգամ մենք չենք խոսում իրական երեխայի մասին, պարզապես deepfake-ի միջոցով գեներացված է որևէ, արհեստական բանականության օգտագործմամբ գեներացված է որևէ պատկեր, որը պատկերում է երեխային սեռականացված վիճակում, մենք ստեղծում ենք ավելի մեծ պահանջարկ տվյալ նյութերի նկատմամբ, նման վարքագծով եւ բավականին դժվարացնում ենք իրավապահ մարմինների աշխատանքը նման դեպքում, որովհետեւ իրենք իրենց գործողություններում չեն կարողանում հստակ հասկանալ ով է ի վերջո տուժողը իրավիճակում եւ հետեւաբար չեն կարող արդյունավետ բացահայտել հանցագործություն։ Առցանց միջավայրում երեխաների համար վտանգի ամենամեծ աղբյուրը անծանոթ չափահաս մարդիկ են։ Միֆ է, թե իրականություն։ Կարծում եմ միֆ է, քանի որ երեխաները հենց վստահում են իրենց ծանոթներին, անկախ նրանից ծանոթը չափահաս է, թե անչափահաս է։ Կարծում եմ այո, դե ոչ չափահաս մարդիկ չեմ կարծում, որ ինչ որ վտանգ կհասցնեն էլ ինչ որ մեկի։ Հիմնական դրա հետևում պիտի չափահաս մարդիկ կանգնած լինեն։ Ոչ միայն մեծահասակները, նաև անչափահասները կարող են հիմա հանդիսանալ վտանգի աղբյուր։ Կարծում եմ այո, որովհետև իրենք կարող են հենց գիտակցված վնաս պատճառել երեխային։ Սա նույնպես միֆ է, որովհետև հետազոտությունը ցույց տվեց նաև, որ դեպքերի 71%-ը տեղի էր ունենում բացառապես առցանց միջավայրում, Instagram, TikTok, Snapchat եւ այլ մեսենջերներ, հիմնականում սոցիալական մեդիայում եւ 57% դեպքերում գործ ունենք երեխաներին ծանոթ մարդկանց հետ, ընդ որում թե հասակակիցների եւ թե մեծերի հետ։ Հետևաբար միֆ է, որ միշտ դա անծանոթ մեծեր են, դա ծանոթ եւ մեծեր են եւ հասակակիցներ են եւ քանի որ երեխայի վստահությունը նույնպես խաթարվում է այդ ամբողջ գործընթացում եւ քանի որ մենք ունենք նաեւ խարան, երեխաների 53%-ը ոչ մեկին չի պատմել տեղի ունեցածի մասին։ Իսկ մնացածը պատմել են ցավոք սրտի ոչ թե ծնողներին կամ այլ մեծերին, որոնք կարող էին օգնության հասնել, այլ իրենց հասակակիցների հետ են կիսվել իրենց խնդիրներով։ Եթե կարծում եք, որ այս ամենի դեմ պայքարը նման է քամու դեմ կռվելու, դուք մենակ չեք։ Բայց լավ նորությունն այն է, որ պայքարի գործուն միջոցներ կան։ Դրանց մասին կխոսենք Cyber Hub-ի ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Վտանգները, որ սպասում են մեր երեխային համացանցում, որքանով են վերահսկելի եւ վերահսկման որ մեթոդներն եք ավելի գործուն համարում։ Օրինակ, արգելքը մեզ օգնական է, թե ոչ։ Իրականում դեպքերը շատ յուրահատուկ են, երեխայի առանձնահատկությունից ելնելով ծնողը ինքը պիտի որոշի, թե որ մոտեցումն է ավելի կիրառելի, որոշ պարագաներում գուցե ինչ-որ արգելքներ են աշխատում, որոշ պարագաներում ոչ թե արգելք, այլ գրագիտության բարձրացման ուղղված քայլերն են աշխատում, որոշ պարագաներում օրինակների քննարկումն է շատ ավելի օգտակար ձևով նպաստում, որ երեխան փորձի ավելի չեզոք մնալ, այսպես ասեմ, առցանց միջավայրում։ Դեպքերը յուրահատուկ են, բայց մենք հիմնականում չենք խրախուսում արգելափակումները ցանկացած տեսակի, որովհետև դա ել ավելի մեծ ցանկություն է առաջացնում, որպեսզի տեսնեն, փորձեն, հասկանան ինչ է դա։ Դրա համար կան նաև տեխնոլոգիական լուծումներ, ծնողական վերահսկման ծրագրեր կան, որոնք Android, iOS, տարբեր օպերացիոն համակարգերով հեռախոսների վրա կարելի է կիրառել, բայց սահմանները պետք է հստակ ընդգծել։ Մենք ասում ենք, դուք կարող եք վերահսկել, թե ում հետ է շփվում երեխան, բայց ցանկալի չէ վերահսկեք շփման բովանդակությունը, որովհետև դա էլ մեկ այլ բացասական հետևանքների կարող է ավելի երկարաժամկետ կտրվածքով հանգեցնել։ Միջարկ երկրներում արգելվում են սոցիալական ցանցերը կամ գոնե դրվում է տարիքի
արգելք եւ հայաստանյան տիրույթում էլ սկսվեցին խոսակցություններն այդ մասին։ Սա համարում եք գործուն միջոց եւ ինչպես է հնարավոր վերահսկել դիցուք օրենքն ընդունվեց, ինչպես է այն վերահսկվելու, եթե երեխան տանը, դպրոցում, փողոցում մուտք է գործում որևէ սոցիալական ցանց եւ այստեղ դարանակալած են վտանգները։ Իրականում այս սահմանափակումները, որ ասենք Ավստրալիան օրինակ, հա, այդ սահմանափակումները մտցրեց, բայց շատ կարևոր այլ գործոններ կան։ Արդյոք մեր հասարակությունը պատրաստ է նման սահմանափակումների, որովհետև այդ սահմանափակումները գործում են, եթե հասարակությունը ինքը գիտակցում է դրանց կարևորությունը եւ համաձայնում է դրանց հետ։ Ավստրալիայում կարծում եմ դա կիրառելի օրինակ է։ Հայաստանում չեմ պատկերացնում, որ դա կարող է որևէ կերպ աշխատել, որովհետև նաեւ դրա վերահսկումը ով պիտի իրականացնի կոնկրետ մեզ մոտ պետությունը պիտի իրականացնի, դպրոցները պիտի իրականացնեն, ոնց պիտի իրականացնեն։ Ինչ է հուշում այլ երկրների օրինակը։ Այլ երկրների օրինակը շատ հետաքրքիր է, օրինակ Ֆինլանդիան առաջին երկրներից մեկն է, որ թվային ուսուցման քայլեր է ձեռնարկել, հա, որ դպրոցներում սկսել են համակարգիչներ, հեռախոսներ օգտագործել, թվային տարբեր գործիքներ կիրառել, բայց նաև առաջիններից մեկն է, որ հիմա քննարկում է այդ ամեն ինչից հետ կանգնելու հարցը, հա, փորձը շատ տարբեր է եւ մենք պիտի հասկանանք արդյոք եթե մենք առցանցի ենք անցնում կրթական թվային գործիքներ են կիրառում դրանք իրապես նպաստում են կրթության որակի բարձրացմանը թե չէ եւ մյուս կողմից ռիսկերի հետ տարբեր նժարի վրա դնենք ու հասկանանք ավելի շատ կշահենք թե ավելի շատ կտուժենք այն հասարակությունը որում ապրում ենք Շատ լավ առաջարկում եմ շարունակենք զրուցել ծնողների հետ խնդրում եմ համեցեք Գիտեմ Ինչ են սիրում անել երեխաները, խաղալ, on-line թե off-line տիրույթներում։ Մենք հիմա մեծահասակներով խաղ ենք խաղալու, որպեսզի մի փոքր ավելի լավ ճանաչենք on-line տիրույթում մեր երեխաներին սպառնացող վտանգները, կանխարգելող եղանակները։ Մեր փորձագետը կօգնի մեզ այդ գործում։ Պետք է խնդրեմ, որ վերցնեք այս վահանակները, հարգելի ծնողներ, ճիշտ է եւ սխալ է գրություններ ունեն դրանք, սրանք ձեր կողմնորոշիչներն են լինելու։ Ես կընթերցեմ պնդումներ եւ դուք ցույց կտաք ձեր վերաբերմունքը վահանակների միջոցով, իսկ Ալեքսանդրը կպարզաբանի մասնագիտական տեսանկյունից։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Deepfake ալգորիթմով ստեղծված լուսանկարը կամ վիդեոն վտանգավոր են նաեւ այն դեպքում, երբ դրանց բովանդակությունը սեռական բնույթի չէ։ Ճիշտ է թե սխալ է։ Բոլորն ասում են, որ ճիշտ է։ Բոլորը իրավացի են։ Նախ երևի deepfake-ը մի փոքր բարձրամանեմ, deepfake-ը խորը կեղծիքն է, այսինքն երբ անզեն աչքով մենք նայում ենք տեսանյութ պատկեր, հա, լսում ենք ձայնագրություն, բայց չենք հասկանում, որ դա իրական չէ, այլ գեներացված է, սինթեզված է, վերարտադրված է, հա, պարտադիր չի, որ դա սեռական բնույթի բովանդակություն լինի, որ վնաս հասցնի, որովհետև ինքնության գողություն այդտեղ կարող է լինել, հա, ինչ որ մեկի լուսանկարները, վիդեոները վերցնեն եւ իր անունից ներկայանան մյուսների մոտ, կարող է լինել նաեւ քաղաքական ու տնտեսական բնույթի շահագործման առիթ, կարող է լինել ուղղակի վնաս հասցնելու, հա, ինչ որ կոնֆլիկտ է առաջացել, իրար չեն սիրում, ուզում են ինչ որ կերպ վնասել, հա, եւ կիբերբուլինգը վերջի վերջո, հա, առցանց հալածանքի տարբեր մեթոդներ իրականացնել։ Ու կարողանում են շատ հեշտորեն այսօր այդ գործիքները հասանելի են բոլորին շատ մատչելի եղանակով եւ բնավ տեխնիկական գիտելիքներ պետք չեն նման բովանդակություն ստեղծելու համար, այդ իսկ պատճառով ցանկացած deepfake, խորոկեղծիկ ինքն իրենից մեծ ռիսկեր է պարունակում։ Մեր հաջորդ հարցը. Կիբերբռնության կանխարգելումը էականորեն նվազեցնում է առցանց վտանգների հետևանքները։ Այստեղ նկատի ունենք տարատեսակ գործիքների իմացություն, երեխային տեղեկատվություն տրամադրել, խոսել նրա հետ, երկխոսության մեջ լինել նրա հետ, կապահովագրենք նրան թե ոչ։ Բոլորն ասում են ճիշտ է։ Կրկին իրավացի են բոլորը, որովհետև մի փոքր հետ եթե գնամ, մենք առհասարակ խնդիր ունենք թվային գրագիտության ամրապնդման եւ հետո նոր մեդիա գրագիտության, քննադատական մտածողության, այդ անծանոթների նամակները կասկածի տակ դնելու, հա, լիքը հմտությունների շարք, որոնք կանխարգելման մաս են հանդիսանում եւ իրապես դրանց իմացությունը եւ տեղեկացված լինելը էականորեն նպաստում է նվազելուն։ Ես ուղղակի ասեմ, որ մենք նաեւ կիբերչատ հարթակն ենք գործում առցանց, որտեղ որ երեխաները, ծնողները նման դեպքերում կարող են դիմել մեզ եւ մենք մասնագիտական աջակցություն ենք տալիս, տեխնիկական, իրավական, հոգեբանական
անձնական, նաև շատ բովանդակություն ունենք, որ քայլերի հաջորդականությամբ կարող են լուծումներ գտնել, եւ այս առումով ուզում եմ կիսվել նաև մի փոքրիկ վիճակագրությամբ։ Մեր դիմումների 70%-ի պարագայում շահառու անձը աղջիկ երեխաներն են, ինչը վկայում է մասին, որ աղջիկները ավելի շատ են թիրախավորվում առցանց միջավայրում եւ հատուկ ուշադրություն նաեւ պետք է այս ուղղությամբ, իսկ տարիքային առումով ամենամեծ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում 12 տարեկան երեխաներին են թիրախավորում եւ հաջորդը թռիչքային 16, 17 եւ 18 տարեկաններին։ Կարծում եմ այս կետում հարկ է թվարկել մի քանի գործիքներ։ Սովորաբար հստակ ինչ-որ գործիքներ չկան, որ ես թվարկեմ։ Տեսեք, ավելի շատ վերաբերմունքի մակարդակում է այս ամեն ինչը տեղի ունենում, եթե դու գիտակցում ես ինչ-որ մի բան, որ այն չէ, եւ դու կարողանում ես դրան արձագանքել, ավելի ճիշտ է, քան ասել, որ X, Y, Z գործիքները օգտագործեք։ Դրա համար իմ միակ խորհուրդն է պահպանել էթիկայի նորմերը, ծնողը ստեղծի այնպիսի միջավայր, որ վստահելի ընկեր լինի երեխայի համար ու իրենք կարողանան տարբեր խնդիրների մասին հանգիստ զրուցել ու խոսել։ Իսկ ցանկացած տեխնիկական հարցի պարագայում ես ուղղակի էլի կրկնեմ, հա, կիբերչաթ հարթակը եթե որոնեն ցանկացած որոնողական համակարգով կգտնեն, կմտնեն եւ այնտեղ մենք ունենք ինչ անել եթե բաժինը, որտեղ յուրաքանչյուր դեպքի համար կոտրել են օգտահաշիվը, կոտրել են օգտահաշիվը շանտաժի են ենթարկում, լուսանկարներն են փոփոխել, սեռական հետապնդման են ենթարկում, այդ բաժիններում լիքը գործիքներ ու քայլերի հաջորդականություններ կան, որոնք մենք պարբերաբար թարմացնում ենք ու դրանք կիրառելի են։ Եվս մեկ հարց ունենք, հարգելի ծնողներ, կիբերբռնության դեպքում ճիշտ է լռել ու անցնել ընդհատակ։ Բռնարարը ուզում է ուշադրություն, եթե չստանա, կկորցնի հետաքրքրությունն ու կգտնի մեկ ուրիշի։ Թերևս բոլորն ասում են, որ սխալ է։ Մեր պրակտիկան ցույց է տվել, որ չարձագանքելը լավագույն լուծումն է։ Այսինքն չարձագանքել բռնարարի գործողություններին բռնարարին չարձագանքելը լավագույն լուծումն է, որովհետև եթե դու սկսում ես մտնել երկխոսության մեջ, սկսվում են բանակցություններ, առաջ է գալիս շանտաժը, սպառնալիքը, հա, ու դա էմոցիոնալ հոգեբանական առումով այնքան է ճնշում, որ թե բնականաբար երեխաները սկսում են ենթարկվել, որովհետև վախենում են, մյուս կողմից վախենում են ծնողների հետ արդեն կիսվել։ Այս պարագայում խորհուրդը հստակ է ու կոնկրետ կիսվել վստահելի մեծահասակի հետ եւ բացառել, արձագանքել ցանկացած նամակի, լինի դա տեսանյութ, լինի դա պատկեր, թե ձայնային, բռնարարը պայմաններ է թելադրում, օրինակ ասում է՝ «Տուր ինձ 10,000 դրամ եւ ես կճնջեմ, սա ոչ մեկի չեմ ուղարկի»։ Հենց երեխան տվեց այդ գումարը, իդեպ նման դեպքեր ունենք, որ տանից են գողանում, ինչ որ իրեր վաճառում կամ այլ եղանակով։ Այո։ Հենց բռնարարը ստացավ այդ 10,000 դրամը, ինքը գիտի, որ ցուկը արդեն բռնվել է եւ հաջորդ օրը 20,000 է ուզելու նույն բովանդակության համար, մյուս օր ավելի շատ, ու որքան խորացավ, այնքան քիչ է լինելու հավանականությունը, որ երեխան ծնողին կտեղեկացնի այդ խնդրի մասին, մինչեւ արդեն անդառնալի որևէ բան տեղի չունենա։ Եթե մեր երեխան կամ մենք ինքներս ենթարկվում ենք կիբերբռնության, երևի թե այդպես անվանենք այս գործողությունների խումբը, եւ կա ցանկություն սրա դեմ պայքարելու, ու մենք դիմում, որ կառույցներն են, որ իրավասու են այս խնդիրներին լուծում տալու կամ գոնե առնվազն պետք է իմանան դրա մասին։ Ներքին գործերի նախարարությունն է, որ ունի կիբերի հարցերով, հա, առանձին վարչություն։ Կիբերհանցավորության դեմ պայքարի վարչություն կա։ Վերջիններիս հետ մենք համագործակցում ենք նաև կոնկրետ դեպքերով, իդեպ մեզ լրիվ հնարավոր է նաև անանուն եղանակով դիմել, հա, եւ որոշ ծանր դեպքերով մենք նաև համագործակցում ենք իրենց հետ, որպեսզի խնդիրը երեխայի լավագույն հաշվի առնելով լուծվի։ Կարող են դիմել մեզ, մենք կփորձենք կամ տեխնիկական, կամ իրավական, կամ հոգեբանական աջակցություն տրամադրել։ Լսեցինք փորձագիտական կարծիք, ինչի համար շնորհակալ եմ, Ալեքսանդր։ Ձեզ եմ շնորհակալ։ Ձեր ներկայությունը ծնողական ժողովում այսօր շատ կարևոր էր։ Մենք շարունակում ենք։ Կիբերբռնության սոցիալ-հոգեբանական հետևանքների մասին չխոսեցինք միտումնավոր, որպեսզի խնդրի տեխնիկական եւ հուզական կողմերը չխառնվեն իրար։ Այո, մենք իմացանք, թե ինչպես է հնարավոր կանխարգելել, ինչպես է պետք արձագանքել կիբերբռնությանը, բայց թե ինչ պայմաններ են պետք այս ամենը բարեհաջող կյանքի կոչելու համար, կքննարկենք մեր հաջորդ հյուրի հետ։ Առաջին ալիքի եթերում ծնողական ժողովն է, մեր տաղավարում է հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
Այսօրվա քննարկվող թեման այսպես թե այնպես առնչվում է ծնողի ու երեխայի հարաբերություններին, որովհետև թե մեր հյուրերը, թե փորձագետը քանիցս նշեցին, որ խնդրի առկայության պարագայում պետք է խոսել, պետք է գտնել երկխոսության ճանապարհ, պետք է գտնել լուծումներ համատեղ։ Այսինքն բոլորս համակարծիք ենք, որ երեխան ինքնուրույն այս իրավիճակից դուրս գալ չի կարող։ Որն է այդ խոսելու մշակույթի առավելությունը այս պարագայում։ Ես էլ եմ միանում բոլորին, իրականում շատ համաձայն եմ այն մտքի հետ, որ առանց երկխոսության ուղղակի հնարավոր չի լինելու կարգավորել ու լուծել այս հարցը, քանի որ հատկապես դեռահասներ, ովքեր ավելի հաճախ են դառնում զոհ ցավոք սրտի կիբերբռնության, ունեն ներքին վստահություն, որ իրենք միայնակ կկարողանան այդ խնդիրը լուծեն, հաղթահարեն, բայց իրականում ոչ իրենց հուզական, ֆիզիկական ռեսուրսները չեն բավարարում դրա համար ու արդյունքում ստացվում է, որ իրենք հայտնվում են մի ծուղակում, որտեղ անընդհատ պտտվում են ու ոչ մի ելք չեն կարողանում գտնել, այնքան ժամանակ, քանի դեռ ծնողները դրա մեջ չեն միջամտում։ Երկխոսության ելքը պետք է ասեմ, որ սկսում է մի քիչ ավելի վաղ, քան բուն իրադարձությունը տեղի կունենա։ Այսինքն մենք երեխայի հետ սկսում ենք մեր վստահելի փոխհարաբերությունները ավելի վաղ փուլում, փոքր հասակից նույնիսկ, չհասնեմ դեռահասության տարիքին, երբ փորձում ենք քննարկել, կիսել երեխայի հետ այն բոլոր իրադարձությունները, որ իր կյանքում տեղի են ունենում, փորձելով ցույց տալ, որ մենք իր կողքին ենք, աջակցում ենք, որ մենք սիրում ենք անվերապահորեն, անկախ ամեն ինչից։ Երևի միջամտելու խնդիրը առավել սուր իհարկե գալիս է 12-13 տարեկանում, երբ որ արդեն երեխաների մոտ այդ ինքնուրույնության, որ ես ինքս կհաղթարեմ, կկարողանամ դրսևորումները ավելի վառ են արտահայտվում։ Այս պարագայում արդեն երբ մենք ունենք խնդիրը, երևի առաջին ու կարևոր բաներից մեկն է չսկսել քննադատությունից։ Այ ես քեզ ասում էի, մի մտի հեռախոսիդ մեջ։ Այս պահին այս տեղեկությունը ոչ մի բանով ոչ երեխային է օգնելու, ոչ ծնողին է օգնելու։ Դες համար լինելու է շատ էական ու կարևոր երեխայի հետ գալ այն կետից, թե ինչից սկսվեց, այս պահին որ փուլում ենք մենք գտնվում, ինչ տեղեկություն է ինքը փոխանցել, որպեսզի ես որպես ծնող կարողանամ օգնել։ Այսինքն իմ հետաքրքրվածությունը թեմայով չի գալիս նրա համար, որ ես հեսա երկրորդ բառից կսկսեմ բարկանալ, թե ինչու դու չարեցիր իմ ասածները, այլ ես հետաքրքրվում եմ, որպեսզի կարողանամ քեզ օգնել եւ աջակցել։ Երբ երեխաները տեսնում են այս հանգստությունը ծնողների կողմից հուզական, իրենք եւս սկսում են բաց լինել, պատմելու, նկարագրելու, թե իրենց հետ ինչ է տեղի ունեցել։ Վստահ եմ, որ այստեղ կան նաև տարիքային առանձնահատկություններ, այնինչ կարելի է բացատրել 10-15 տարեկան երեխային, 6-7 տարեկան երեխայի համար գուցե ընկալելի չլինի։ Ծնողի մարտավարությունը ըստ երեխայի տարիքի ինչպիսին պետք է լինի։ Միանշանակ տարբեր են լինում այս դեպքերում մեր մոտեցումները, որովհետև նաև երեխայի կողմից տեղեկության վերամշակումն է շատ տարբեր։ Երբ որ խոսքը գնում է բրցեր դպրոցական տարիքի կամ նախադպրոցական տարիքի երեխաների մասին, այս պարագայում փորձում ենք ավելի խաղարկային լինել, ավելի պարզ լեզվով բացատրել, փորձում ենք իր հետ միասին նույնիսկ փորձարկումներ անել, ցույց տալ ինչն է կարելի անել, ինչը չի կարելի անել, մենք ինչն ենք անում, մեր օրինակով փորձել իրեն ուղղորդել։ Երբ խոսքը գնում է արդեն դեռահասների մասին, ովքեր երբեմն եկեք համաձայնվենք, որ ավելի շատ բան գիտեն երբեմն տեխնիկայի մասին, քան մենք, փորձում ենք իրենց հետ միասին, իրենց օգնությամբ ճանաչել իրենց աշխարհը։ Ինչ կա այդտեղ, ինչ ես դու այդտեղ տեսնում, ինչ վտանգներ դու գիտես, որ այդ դաշտում կա։ Իրենք բավականին լավ երբեմն պատկերացնում են վտանգները ինչում են, երբ ավելի խորքային քննարկում գալիս այն ժամանակ, երբ փորձում ենք խոսել երեխաների հետ, եթե դա լինի, ինչ կանես։ Որն է քո տարբերակները։ Ես լսեցի նաև արձագանքներ այն մասին, որ երեխան պարտադիր ասի ծնողին, ու այս հրահանգը, այս ազդակը ծնողից պետք է պարբերաբար գնա, որ ցանկացած տեղեկություն, ցանկացած բան, որ քեզ հետ տեղի կունենա, ինձ համար ընդունելի է, եթե դու կիսվում ես ու մենք միասին փորձում ենք լուծումներ ու տարբերակներ գտնել։ Եթե երեխան լռում է, թաքցնում է իր խնդիրը, կարծում եմ սա ուղղակիորեն բերում է մեկուսացման, թե ընտանիքի անդամներից, թե ընկերական շրջապատում, համադասարանցիներից երեխան կարծես կապսուլավորվում է, փակվում է այդ խնդրի մեջ եւ պատճառն էլ այն է, որ երևի թե կա վախ, կա ամոթ, այսինքն երեխան խոսելու ինչ որ արգելք ունի։ Ինչ հետևանքների կբերի այս լռությունը։ Ցավոք սրտի լռության հետևանքները շատ բացասական են լինում։ Մեկուսացումից, մարդկանց հետ ընդհանրապես շփումի դադարեցումից, տնից գնալուց, ինքնավնասումով ավարտված։ Այնպես որ եթե նկատում ենք, այս մասից սկսեմ գալ, եթե նկատում ենք լռություն, եթե նկատում ենք մեկուսացում, սա արդեն ահազանգ է ծնողի համար, որ ինչ որ մի բան այնտեղ տեղի է ունենում եւ միանշանակ դրան արձագանքել պետք է։ Մյուս կարևոր բանը, որի մասին ասացիք, դա ամոթի
դրոշմն է, որը հաճախ դրվում է ամենատարբեր թեմաների վրա։ Երեխաներին ասում է սա ամոթ է, սա չի կարելի, սա որ անես խայտառակ կլինենք, քեզ զուս պահի, քեզ խելոք պահի, որպեսզի այս խնդիրները չլինի։ Եվ այս բոլոր տեղեկությունները ստանալուց հետո այնինչ մնում է երեխային, դա լռելն է, որտեվ եթե ես բարձրաձայնեմ, ինչ որ մի վատ բան տեղի կունենա, ավելի լավ է ես ինքս իմ համար թաքուն իմ խնդիրները փորձեմ հաղթահարել եւ լուծել, ինչը տեղի չի ունենում։ Դրա համար երևի խուսափենք այս քննադատական եւ երեխային ամոթի խարանի մեջ մտցնելու անընդհատ ծնողական դիրքից, որը բավականին հաճախ է ծնողավարման մեջ ցավոք սրտի։ Եթե երեխան եւ ծնողը ունեն երկխոսություն եւ կարողանում են միասին խոսել խնդրի մասին ու համատեղ ուժերով գալիս են այն եզրահանգմանը, որ հոգեբանի կարիք կա, որ այն վիճակը, որում երեխան գտնվում է, այլևս հեռու է ֆունկցիոնալ վիճակից եւ կա մասնագիտական օգնության կարիք։ Արդյոք մեր երկրում հաճախակի են դեպքերը, երբ թե ծնողը, թե երեխան ունեն այդ գիտակցումը եւ գալիս են հոգեբանի կաբինետ մասնագիտական աջակցություն ստանալու։ Ի ուրախություն վերջին տարիների ընթացքում բավականին աճել է եւ դիմում են հենց այս տեսակ խնդիրներով կիբերբռնության հետ կապված հարցերով, որ նմանատիպ իրադարձություն է տեղի ունեցել եւ մենք այս պահին չենք կարողանում ինքնուրույն դուրս գալ այդ իրավիճակից, այսինքն տոկոսային հարաբերակցության բավականին աճ նկատվում է վերջին շրջանում, բայց պետք է ասեմ նաեւ ցավոք սրտի ունենք նաեւ այն հատվածը, որ ինչ որ պարագաներում եթե ֆիզիկական բուն գործողություններ տեղի չեն ունեցել իրենց երեխայի հետ, այսինքն դա առցանց հարթակում տեղի ունեցած process է, կարևորություն չենք տալիս։ Դա ասում ենք դե լավ։ Մի բաներ տեղի ունեցել, հիմա երեխան իրենց զրուցարաններում խոսել են, մի երկու բան էլ ավել են իրար ասել ու չենք կարևորում, իսկ երեխաները ունենում են շատ բացասական ապրումներ դրա հետ։ Պես որ երևի կոչ բոլորին ուշադիր լինել այդ դրսևորումների հանդեպ եւ չանտեսել նույնիսկ ամենափոքր վիրավորանքը, որը առցանց հարթակում տարածվում է։ Խնդրեմ, որ թվարկեք նաև վարքային փոփոխություններ, որոնց արկայությունը երեխայի մոտ կհուշի ծնողին, որ խնդիրը հենց կիբերբռնության տիրույթում է, այդ կիբեր աշխարհում է։ Առաջին դրսևորումներից մեկը մեկուսացումն է, ինչպես արդեն խոսեցինք։ Մյուս դրսևորումներից են ֆիզիկական գանգատները, կարող են լինել գլխացավեր, փորացավեր, որոնց աղբյուրը ոչ մի ձև ֆիզիկական մակարդակում ծնողները չկարողանան գտնել։ Երեխաները թաքցնում են սովորաբար իրենց գadgetները, այսինքն կարող է դուք փորձեք կպնել հեռախոսին շատ արագ հեռախոսը պահի, ոչ մի դեպքում թույլ չտա, դուք նկատում եք, որ երեխան օգտվում է հեռախոսից, այդ ընթացքում սկսում է լաց լինել կամ միանգամից առանձնանում է, մտնում է իր սենյակ եւ չի ուզում որևէ մեկը այդ ընթացքում տեսնի իրեն։ Մյուս դրսևորումներից ավելի սոցիալական սկսում է խուսափել դպրոց գնալ, սկսում է խուսափել սոցիալական ցանկացած միջավայրում հայտնվել, դառնում է գերհուզական, երբեմն ագրեսիվ, կարող է լաց լինել տարբեր ամենափոքր նաեւ իրադարձություններից կամ լինել բացասական, օրինակ քույր եղբայրների հանդեպ, ծնողների հանդեպ։ Շնորհակալ եմ, որ այսօր ծնողական ժողովում եք, մեզ օգնեցիք խնդրին նայել հոգեբանական տեսանկյունից։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ամենայն բարիք ձեզ։ Հարգելի ծնողներ, մեր այս քննարկումը եզրափակելու ժամանակն է, եւ ես ուզում եմ հարցնել, թե ինչ մնաց ձեզ այս մտագրոհից, ինչ եք տանում ձեզ հետ այսօր մեր տաղավարից ու կուզեք կիսել այդ մտքերը նաեւ մեզ լսող ծնողների հետ, խնդրեմ։ Առաջինը պետք է ուժեղացնել կանխարգելումը, իրազեկվածության միջոցով այդ թվում, եւ նաեւ հասանելի դարձնել պաշտպանական մեխանիզմները, եւ բնականաբար առաջինը դա վերապատրաստված մասնագետներն են, որ ըստիս պետք է հասանելի լինեն դպրոցական միջավայրում եւ դպրոցից դուրս եւս, օրինակ հոգեբանական ծառայությունները, եւ եթե հարցը այդ տիրույթում չի լուծվում, ապա միանշանակ ոստիկանություն, իրավապաշտպան կազմակերպություններ եւ հիմա փառք Աստծո այդ ամբողջ ինֆորմացիան հասանելի է, ուղղակի պետք է փնտրել եւ գտնել։ Հրաշալի է, շնորհակալ եմ, դուք որպես երիտասարդ մայրիկ այսօր ինչ մտքեր եք տանում ձեզ հետ։ Անկախ նրանից շատ էկրանային ժամանակ ունի բալիկս թե ոչ, ունենալ հստակ կանոնակարգված զրույցներ, ինչպես գրագետ ու ճիշտ օգտվել, անգամ եթե միայն մուլտֆիլմ ենք նայում ինչ-որ պահերի, դրա հետ կապված հստակ կանոններ ունենալ, նախապես ուսումնասիրած լինել բովանդակությունը, իմանալ որ կետում ինչ հարցեր օրինակ կարող են իրեն անհանգստացնել, վախեցնել, հետաքրքրել նույնիսկ եւ աստիճանաբար դպրոցին մոտենալու տարիքին զուգահեռ նաեւ զրուցել, թե ինչ վտանգներ կլինեն օրինակ դպրոցում, տեղյակ լինի ոլորտից ու իր տարիքին համապատասխան վտանգներից։
պետք է մթնոլորտը լինի վստահելի մթնոլորտ ստեղծվի ընտանիքում, հատկապես իմ երեխաների աղջիկներին իրենց հետ մշտական կապի մեջ լինենք, նախ ես ինքս ինֆորմացված լինեմ եւ իրենց հետ կիսվեմ թե գիտելիքներով, թե տարբեր հարթակներով, եթե հանդիպեն կիբերբռնության, ինչպես պետք է կանխարգելենք դա, ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որտեղ կարող ենք դիմել, թեկուզ ուսուցողական ֆիլմեր դիտել, որտեղ նշվում է, որ կիբերբռնության դեպքեր են ներկայացվում եւ արձագանքել է ինչ օգուտ է բերում։ Այդ ամենը պետք է շարունակական լինի եւ երեխաների հետ մենք թե ծնողները, թե ուսուցիչները պետք է մշտապես կապի մեջ լինենք, քննարկենք, վստահության մթնոլորտ ստեղծենք, որպեսզի հնարավորինս կանխարգելենք կիբերբռնությունը։ Ուզում եմ, որ ծնողները դիտող հենց սկսած այն պահից, որ որոշում են երեխային ինչ որ սարք, խելացի սարք, գadget տրամադրեն, պատկերացնեն, մի քիչ ուսումնասիրեն սարքը, պատկերացնեն ինչ տիպի սահմանափակումներ պետք է դնեն, ինչ տիպի վերահսկողություն պետք է լինի։ Իրենք, քանի որ երեխային թվային տեխնոլոգիաներում առաջին ծանոթացնողն են եւ այդ տեխնոլոգիաներում ուղեկցողն են երեխային, պետք է իրենք մի քիչ իրենց մեդիագրագիտության, թվային գրագիտության մակարդակը բարձրացնեն եւ նաեւ երեխային օգնեն այդ միջավայրում անվտանգության կանոնները ճանաչել, մի քիչ ավելի շատ ժամանակ ջանք ներդնել երեխայի հետ այս ուղին անցնելու, ավելի գիտակից կերպով, ավելի գրագետ կերպով թվային տեխնոլոգիաների հետ աշխատել։ Դրանից չեն կարող խուսափել, բայց կարեւոր է գրագետ ձևով կիրառել եւ օգուտ քաղել, հա, եւ խուսափել հնարավոր վտանգներից։ Հրաշալի էր։ Այս թողարկման ընթացքում խոսեցինք վտանգների մասին, որոնք կարող են սպառնալ երեխաներին առցանց։ Երեխաները նայում են մեզ ու ուզում են տեսնել հուսալի պաշտպանների կամ գոնե մարդկանց, ովքեր կհասկանան, կհուշեն, չեն թողնի մենակ։ Մեծահասակներից հաճախ թվում է, թե մեր ասածները տեղ չեն հասնում, երեխաները մոռանում են, բայց նույնիսկ մեր փոքր քայլերը, զրույցները, անհանգստացնող նշանները, աչքաթող չանելը, նրբանկատ արձագանքը կարող են մեծապես պաշտպանել երեխաներին եւ օգնել նրանց անվտանգ շարժվել թվային աշխարհում։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ այսօր այս թեմայի շուրջ ձեր փորձն ու գիտելիքը մեր տաղավար բերելու համար։ Կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։